Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Էդգար Ղազարյանը։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական քաղաքական գործիչ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ անմիջապես ուզում եմ անցնել հարցին իմպիչմենտի գործընթացին։ Արդյոք ինչու սկսեցիք այս գործընթացը առհասարակ եւ այժմ ինչ վիճակում է այդ գործընթացը։ Հիմնավորումները առավել քան հստակ են, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որտեղ կառավարություն է համարվում այն սահմանադրական մարմինը, որը պետք է իրականացնի պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իր գործունեության ծրագրի հիման վրա։ Եվ երբ որ կառավարությունը շեղվում է իր ծրագրից կամ իրականացնում է քայլեր, որոնք ծրագրով նախատեսված չեն, ապա ազգային ժողովը իր վերահսկողական ֆունկցիաներն է իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ եւ շեղումներ հայտնաբերելու դեպքում արդեն անվստահություն է հայտնում կառավարությանը։ Սա այն է, ինչ որ մեր սահմանադրությամբ նախատեսված է։ Եվ քանի որ կառավարությունը հիմա փաստացի չի կատարում իր ծրագիրը, եթե դուք բացեք կառավարության ծրագրի ցանկացած էջ եւ կարդաք ցանկացած պարբերություն, ակնհայտ է դառնում, որ այդ կառավարությունը իր ծրագրի հետ որևէ առնչություն չունի։ Այդ դեպքում դա այլևս ոչ լեգիտիմ մարմին է, հետեւաբար այդ կառավարությունը պետք է հեռացվի եւ փոխարինվի նորով։ Ցավոք սրտի 2022 թվականի օգոստոսի 2-ից, երբ որ սահմանադրությամբ արդեն կար այդ իրավական հնարավորություն անվստահություն հայտնելու, ազգային ժողովի ոչ մի падգամավոր մինչ օրս նման նախաձեռնություն չի ցուցաբերել վարչապետին անվստահություն հայտնելու, ինչը մեզ համար չափազանց տարօրինակ էր եւ անընդունելի։ Դրա համար ես միշտ եմ բարձրաձայնել այդ մասին դեռ 2022 թվականի օգոստոսի 23-ից, երբ որ Ժանրավակ է հրավիրել Հանրապետության հրապարակում, պարբերաբար եմ խոսել այդ մասին եւ հասարակական շարժումների բռնկումների դեպքում եւ 2022 թվականի սեպտեմբերին եւ 23 թվականի սեպտեմբերին եւ 24 թվականի մայիսին ամեն տարի։ Եվ այդ ընթացքում էլ միշտ բարձրաձայնել եմ, միշտ հորդորել եմ падգամավորներին նախաձեռնել այդ գործընթացը։ Ցավոք սրտի արձագանք չի եղել։ Հիմա ձևավորվել է համախոհների մի թիմ, որը պայմանականորեն նաև ստացել է, կարդուն ենք շարժման քաղաքացիական նախաձեռնության անվանումը, որոշեցինք մի քիչ ավելի ակտիվ եւ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել այդ գաղափարի առաջ մղմանը, որի արդյունքում ապրիլի 28-ին նամակներ գրեցինք ազգային ժողովի բոլոր падգամավորներին, դա ստացավ շատ մեծ հանրային արձագանք, հանրային ընկալում եւ հիմա դարձել է մեր հասարակական քաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցերից մեկը։ Որոշ իշխանական թևի ներկայացուցիչները դրան անլուրջ վերաբերվեցին եւ նույնիսկ պատրեցին հրապարակավ, սա ինչ մոտեցում էր ի վերջո եւ դուք ինքներդ ներկայացնում եք, որ ընդդիմադիր կողմին նաեւ ներկայացվելու առաջարկ է արվել, ճիշտ ընկալեցի ձեր խոսքը եւ կարծում եմ, որ այս պարագայում իրենք ինչու չձեռնարկեցին, այսինքն Մեր նամակը մենք ուղարկել ենք ազգային ժողովի բոլոր падգամավորներին առանց բացառությամբ, ընդ որում այդ նամակի բովանդակություններ չի տարբերում, այսինքն բոլորին նույն բովանդակությամբ նամակներ ենք ուղարկել, որովհետեւ այդ ֆունկցիան ազգային ժողովի падգամավորներն են կատարում, այլ ոչ թե խմբակցությունները եւ այլն։ Վերաբերմունքը տարբեր է եղել են падգամավորներ, որոնք որ հրապարակային պատրել են, եղել են падգամավորներ, որոնք գաղտնի են պատրել հրապարակային են, ասել որ իրենք պատրել են, եղել են падգամավորներ, որոնք իր նամակով հետ են պատասխանել, ասել են որ իրենք չեն միանալու այս գործընթացին։ Եղել են երկու խմբակցությունների հայտարարություններ, Հայաստան խմբակցության պատիվ ունեմ խմբակցության հայտարարություններ, փաստացի սկսել է անվստահության գործընթաց երկու падգամավորների նախաձեռնությամբ, մասնավորապես Հովիկ Աղազյան եւ Հակոբ Ասլանյանը արդեն նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, սա իհարկե չի նշանակում, որ այլ падգամավորներ չեն կարող նույնպես իրենց գործընթացները նախաձեռնել, եւ անկախ դրանից, այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ սկզբնական շրջանում շատերն էին դա փորձում անլուրջ որակել, անիրատեսական համարել, այս ամեն ինչը կրկեսի վերածել, այս տարբեր վիրավորանքներ նաեւ իմ հասցեին, նախաձեռնության մյուս հեղինակների հասցեին, բայց մենք դրան առանձնապես տենց լուրջ չենք վերաբերվել այդ քննադատությանը, որովհետև գաղափարը իսկապես շատ լուրջ է եւ չի կարող անլուրջ համարվի մի գործընթաց, որը սահմանված է սահմանադրությամբ։ Սահմանադրական իրավակարգավորումներով գործընթացը չի կարող անլուրջ լինել։ Կարող են տարբեր գործիչներ դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալ, բայց գործընթացը ինքնին լուրջ է։ Իսկ կարծիքները քաղաքական գործիչները նաեւ հաճախ ստիպված են լինում վերանայել, խմբագրել, իրավիճակի գործոններով պայմանավորված։ Այդտեղ մեզ համար կարևորը հասարակական ընկալումն է, իսկ հասարակական ընկալումներում մարդիկ
շատ լավ տեսնում, գնահատում, հասկանում են, կարծում եմ, որ իրենց համար լսելի է եւ ընդունելի է մեր այն փաստարկները, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, այդ հեռացնելը վերացական հասկացություն չի, դա պիտի արտահայտվի կոնկրետ գործողություններով։ Իսկ կոնկրետ գործողությունների իմաստով անվստահության գործընթացին այլընտրանք գոյություն չունի։ Այսինքն եթե որևէ մեկը մտածում է Նիկոլ Փաշինյանի հեռացնելու մասին եւ դեմ անվստահության գործընթացին, դա անլուրջ է համարում, ոչ իրատեսական է համարում, հետաքրքիր է նրանից լսել, թե որն է իրատեսական լուրջ գործընթացը նրան իշխանությունից հեռացնելու համար, այլընտրանք չկա։ Երկրորդ նախագահը անդրադարձ ունեցավ իդեպ իմպիչմենտի գործընթացին եւ նա նշեց, որ պետք է փողոցում այնքան մեծ թիվ հավաքել եւ ճնշում գործադրել, որպեսզի կարողանա իշխանությունը դուրս գալ։ Դուք այս գործընթացը առհասարակ իրատեսական համարում եք այս պարագայում։ Նախ այնիշ որ ասում են, դա միայն երկրորդ նախագահը չի ասել, նաեւ Հայաստան խմբակցության հայտարարության մեջ կա նման պահանջ։ Նման բան մեր համանդրություն չի նախատեսում, այսինքն եթե խորհրդարանի падգամավորները պետք է իրենց պարտականությունները կատարեն, պարտադիր չի, որ ամեն պարտականությունները կատարելուց մարդիկ դուրս գան փողոց։ Նախ իրանք պետք է իրենց պարտականությունները կատարեն։ Իսկ իրենց պարտականությունները կատարելու ընթացքում հասարակությունը ինչ վերաբերմունք ցուցաբերի, փողոց դուրս կգա, տներից կարձագանքի, չգիտեմ, այլ ձևերով իր վերաբերմունքը կարտահայտի, դա հասարակությունն է որոշում։ Նախ իրանք չպիտի բարթեն իրենց չարածը հասարակության վրա։ Առավել եւս մարդիկ, ովքեր մարդկանց փողոց դուրս գալու պարագայում այդ որոշումները չեն կայացրել։ Մարդիկ փողոց դուրս են եկել 2022 թվականին, սեպտեմբերին արել հիշեք ազգային ժողովի բակի մոտ։ Քանի տասնյակ հազար մարդ էր հավաքվել։ Այդ նույն падգամավորները մտան ազգային ժողով իբր անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախապես տենց ասեցին, բայց փաստացի չսկսեցին այդ գործընթացը տապալելով այդ համաժողովրդական ինքնաբուխ շարժումը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական նոր ագրեսիայի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Հանրապետության հրապարակում։ Նրանք հասկանում են, որ այդ խնդիրները առաջացել են Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով եւ պետք է նրան հեռացնել։ Այդ ժամանակ ազգային ժողովը նորից չսկսեց անվստահության գործընթաց։ 2024 թվականի մայիս Տավուշ հանուն հայրենիքի շարժումը Սրբազան պայքարը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ թերևս ամենամեծ զանգվածային բողոքի ակցիան տեղի ունեցել Երևանում տասնյակ հազարավոր մի քանի տասնյակ հազար մարդ դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու պահանջով, բայց այդ ժամանակ էլ չեն սկսել անվստահել։ Իսկն այն մարդիկ, ովքեր ասում են, որ պետքա փողոցի աջակցություն այդ գործընթացը անելու համար, իրանց ակտիվում ունեն փողոցի աջակցության բազմաթիվ դեպքեր, երբ որ իրանք այդ գործընթացը չեն արել։ Իսկն այդ թեզը արդեն տապալված է։ Իսկ թե նոր գործընթացի դեպքում փողոցի ինչ աջակցություն կլինի անհրաժեշտության դեպքում, դա կերևա միայն այն դեպքում, երբ որ այդ գործընթացը սկսի։ Դրա համար մենք ակնկալում ենք, որ падգամավորները պետք է սկսեն անվստահության գործընթաց։ Իհարկե, այն գործընթացը, որ հիմա սկսել է Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան նախաձեռնությամբ, իրենց վարչապետի տեխնացիով վստահություն չի ներշնչում, որ դրա նպատակը իսկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Իրենց հայտարարությունները դրա մասին չեն։ Իդեպ ձեր գործընթացից հետո սկսվեց այդ գործընթացը։ Այո, իրանք ասում են, Հովիկ Աղազյանն ասել է, որ իրենք այդ նախաձեռնությունը սկսել են ընթացք տալով մեր առաջարկին, բայց իրենք այնպիսի մոտեցումներ են որդեգրել եւ այնպիսի տեխնացու են առաջադրել, որոնց հայտարարություններից ես ինքս տպավորություն չունեմ, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Տպավորություն եմ ավելի շուտ, որ իրենց նպատակը այդ գործընթացը փակողի մտցնելն է ու տապալելն է։ Դրա համար մենք չպետք է բավարարենք միայն այդ եղածով եւ դեռ լեգիտիմ ակնկալիք ունենք, որ այլ падգամավորներ, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներ, որում առանց շատ ուշացնելու մեր ակնկալիքն է, որ դա պետք է լինի առաջիկա օրերին, եթե արդեն չի եղել, պիտի լինի նոր տեխնացիով, նոր գործընթաց, ավելի միասնական, տեսեք պատիվ ունեմ ինչ է հայտարարել, ասել է, որ իրենց սեփական տեխնացուն չունեն, հիմա չեն առաջադրում, այն պատճառով, որպեսզի առաջադրվող տեխնացուն մյուս ընդդիմադիր ուժերի վստահություն վայել, այսինքն իրենք պատրաստ են ներքին քննարկումների, որոնց արդյունքում համաձայնության կան այս կամ այն տեխնացուի շուրջ։ Ես ակնկալում եմ, որ այդ քննարկումները հիմա տեղի ունենում են եւ դա բերելու է հանգուցալուծման, այսինքն մենք ունենանք վարչապետի առաջադրված տեխնացու,
որով արդեն գործընթացը տեղափոխի դեպի այլ փուլ, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, որոնց հետ ի դեպ ես հիմա էլ եմ շարունակում աշխատել, նախորդ շաբաթ հանդիպումներ եմ փորձել ունենալ պատգամավորների հետ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները խուսափում են, վախենում են իմ հետ հանդիպելուց, չնայած ես իրենց որևէ սպառնալիքներ չեմ հնչեցրել, չեմ էլ կարող հնչեցնել, չեմ պատրաստում իրենց, ասենք ֆիզիկապես հարկադրել, որ իրենք այս կամ այն որոշումը կայացնեն, ընդհանրապես խոսել փաստերով առարկայորեն եւ իրենք վախենում են փաստարկված խոսքից, բայց փախնելու տեղ առանձնապես չունեն, նախ դա ինչ որ արել են, դա ենթադրել հանցագործություն է, ես բոլոր դեպքերով հաղորդում եմ տվել դատախազություն արդեն ընթացք է տալի իմ գրություններին, որովհետեւ խտրականությունը քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի ցուցաբերումը դա քերական օրենսգրքով համարվում է հանցագործություն, իսկ իրանք գալի եւ ասում են, որ բոլոր քաղաքացիներից պատգամավորները չեն ուզում հանդիպել միայն Էդգար Ղազարյանի հետ, այսինքն խտրականության դրսևորումը ակնհայտ է։ Բայց իրանք փախնելու տեղ չունեն եւ դատախազությունով են իրանք բերման ենթարկելու եւ բովանդակային առումով եւ հասարակական աջակցությամբ իրանք ի վերջո նստացնելու ենք սեղանի շուրջ։ Մի բան եմ ուզում հարցնել, այս գործընթացը երբ այսպես քննարկվում է եւ կարծես թե երկարաձգվում է գործընթացը, այնինչ կարելի էր մի փոքր ավելի արագ կազմակերպել ըստ իս, չեք կարծում, որ այն ձգձգվում է մինչև 26 թվականի ընտրությունները հասնեն, որովհետև այդպիսի մտավախություն եւս կա ի վերջո։ Այս գործընթացի հիմնական նպատակը այն է, որ 26 թվականի ընտրություններին Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլինի։ Այո։ Ցավոք սրտի այն ձգձգվել է ոչ թե հիմա է ձգձգվում, այլ ձգձգվել է 2022 թվականից, երբ որ այդ հնարավորությունը կար ու պատգամավորները ոչ մեկ դա չի արել։ Ես իհարկե կարծում եմ, համաձայն եմ դες այդ առումով, որ ինչքան շուտ լինի, այնքան լավ, բայց դա արդեն մեր տիրույթում չի, դա պատգամավորների էլի տիրույթում է։ Իրանք պիտի այդ գործընթացը նախաձեռնեն։ Մեր մոտեցումը որպես նախաձեռնողներն է, որ դա խնդիրը պահել հանրային ուշադրության կենտրոնում, քննարկման կենտրոնում, որ պատգամավորները հանկարծ չմտածեն, որ այս անգամ էլ կարող են ձգձգել, տապալել, չանել, այդ դեպքում հանրային ուժը նաև իրանց է վերաբերելու։ Մեր համար ինչ տարբերություն ով չի նախաձեռնում այդ գործընթացը ՔՊԻ պատգամավորները Հայաստան Դաշինքի թե պատիվ ունեմի մեզ համար կարևոր է թե ով է նախաձեռնում եւ ով է միանում այդ նախաձեռնությանը եւ եթե մինչեւ հիմա ես ասում եի որ 107 պատգամավորների վստահությունը վայելում Նիկոլ Փաշինյան եւ իր կառավարությունը նկատի ունենալով որ ոչ մեկը անվստահության գործընթաց չի նախաձեռնում հիմա մենք այդ բանաձևը պիտի խմբագրենք ըստ նախաձեռնություն ցուցաբերողների, այսինքն քանի մարդ որ նախաձեռնություն ցուցաբերել է կամ միացել է այդ նախաձեռնությանը, այդքանը հաստատ վստահություն չունի Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ այս տհաճ ձևակերպումը, պիտակավորումը պատգամավորները կարող են իրենցից հեռացնել միայն մի դեպքում։ Նիկոլ Փաշինյանին վստահություն տալու պիտակը, որը օբյեկտիվ է, կարող են իրանց վերաբերելի չդարձնել մենակ մի դեպքում, երբ որ նախաձեռնեն անվստահության գործընթաց։ Ըստ ձեզ այսօրվա իշխանությունը այնպիսի քայլեր ձեռնարկում է, որը կարողանա իրենց, այսպես ասած, ռեյտինգը բարձրացնել, որտեղ մենք տեսնում ենք քաղաքացիների մոտ բավականին այն իջած ֆոնի վրա է եւ փորձում են իրար մեղադրանքների միջոցով ինչ որ կերպ շտկել կամ քրեական գործեր հարուցել։ Ըստ ձեզ սա շտկող ինչ որ մի հանգամանքի գործընթաց է։ Ոչ, իշխանությունները հանրային կարծիքը ընդհանրապես իրենց համար այլևս որևէ կարևորություն նշանակություն չունի, որովհետև իրանք շատ լավ գիտեն, որ իրենց իշխանության մնալու երաշխիքը ոչ թե ժողովրդի վստահությունն, այլ սկզբունքորեն այլ գործոններ են։ Իրենք ժողովրդական իշխանություն չեն այլևս, վաղուց դա իրանց չի վերաբերում, իրանք ոչ լեգիտիմ իշխանություն են։ Հետևաբար հանրային կարծիքով չի պայմանավորված իրենք իշխանության կմնան, թե չէ։ Հանրային կարծիքով անհանգիստ գործիչները հիմա վաղուց պիտի հրաժարական տված լինեն իրենց տարբեր ձախողումների համար։ Վաղուց պիտի կրած լինեն մանդատ ունեն ըստ իրենց եւ դեռ շարունակում են այդ պողպատե մանդատը ինչի համար էր, եթե դա պողպատե մանդատ էր, հանրությանը ծառայություններ մատուցելու։ Իսկ ասենք մեր երկրում Սուրմալուի առևտրի կենտրոնում պայթուն ալինում տասնյակ մարդկանց մահվան եւ կորուստների պատճառ է դառնում, ոչ մի քաղաքական գործիչ դրա համար պատասխանատվություն չի կրում։ Այդ դեպքից հետո որևէ քաղաքական պաշտոնյա դրա համար պատասխանատու հրաժարական չի ներկայացրել։ Ազատ գյուղի կացարանում տեղի ունենում Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ խաղաղ պայմաններում ամենամեծ ողբերգությունը
եւ ոչ մի քաղաքական պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում։ Պատերազմներ են տեղի ունենում, ոչ միայն 20 թվի 44-օրյա պատերազմ, այլև 21 թվի Գեղարքունիք, Սյունիք, 22 թվի Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, 23 թվի նորից Արցախ։ Որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի, այսինքն սա մի իշխանություն է, որը այլևս հասարակության կարծիքի հետ հաշվի չի նստում, հետեւաբար իրանք անհանգիստ չեն։ Մարդիկ դրական կմտածեն իրենց մասին, բացասական ինչ տարբերություն։ Մեկը բոլոր դեպքերում իրանք մնում են իշխանության ղեկին եւ հաջորդ 26 թվականի ընտրություններին նրանք մտադիր են ոչ թե ժողովրդի վստահությամբ գան նորից իշխանության, այլ ընտրակեղծիքներով եւ իշխանազավթումով պահեն իրենց ապօրինի իշխանությունը։ Հետեւաբար ինչ կարծիք կունենա հասարակությունը, դա իրենց քիչ է հետաքրքրում։ Եվ որպեսզի հասարակությունը իր վերաբերմունքը ցույց տա, դրա համար ոչ թե պետք է սպասել 26 թվի քվեարկությանը, դա ընտրություն էլ չի, էլի 26 թվին քվեարկություն առնելու, որով իրանք իշխանազավթում են, այլ մինչև 26 թիվը, այս անվստահության գործընթացը, երբ որ падգամավորները կնախաձեռնեն, կարծում եմ, որ հասարակությունն էլ պետք է դրան ցուցաբերի մեծ աջակցություն, դուրս գա փողոց, գաղափարը պաշտպանելու համար, եւ այդ երկուսի համադրության արդյունքում մենք ունենանք մինչև 26 թիվը նոր կառավարություն, նոր վարչապետ, որի պայմաններում արդեն երաշխավորված կլինեն ազատ ընտրությունները եւ քաղաքական հավակնությունները ցանկացած ուժ ըստ իր արժանինքների, ըստ իր վստահության, ըստ իր կարողությունների իր տեղը կզբաղեցնի հաջորդ խորհրդարանում։ Ըստ ձեզ կհաջողեք։ Անպայման, ես վստահ եմ, որ սա նախ բացի դրանից, որ միակ միջոցն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռացնելու, դա նաեւ այո հնարավոր է։ Ես ընդունում եմ, որ դա շատ դժվար է, ես տենց ֆանտազիաներով չեմ ապրում, երազների մեջ չեմ։ Ես գիտեմ, այո, որ դա շատ դժվար է, դժվարությունները տարբեր ուղղություններ ունեն եւ ԿՊ-ի падգամավորների հետ աշխատանքն է շատ դժվար եւ հասարակության հետ աշխատանքն է դժվար եւ քաղաքական ուժերին, տեսնում եք, մենք գործընթաց ենք սկսել, որ պարզվում է դրան դիմադրություն են ցույց տալի ինդիմադիր խմբակցությունների падգամավորները, երբ որ իրանք վաղուց պիտի իրենք դարածել են առանց մեր առաջարկների։ Իսկ նույնիսկ ընդեղից կա դիմադրություն, ինչը ավելի է դժվարացնում գործընթացը, բայց դե կյանքում բոլոր մարդիկ հաջողություններ են տոնում այն դեպքում, երբ որ հաղթահարում են փոքր եւ մեծ դժվարություններ, այսինքն եթե ուզում ես հաջողություններ ունենալ, պետք է ստիպված լինես հաղթահարել դժվարությունները, ինչքան մեծ դժվարություններ ես հաղթահարում, այնքան ավելի մեծ հաջողության հետ գործ ունես։ Հիմա էլ մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որի իրագործումը մեզնից պահանջում է ջանքեր, ենթադրում է դժվարությունների հաղթահարում, ինչն էլ մենք անելու ենք եւ անում ենք շատ մեծ սիրով եւ վստահ եմ, որ ունենալու ենք լավ արդյունքներ։ Վստահ եմ, որ արդյունքները չեն ուշանա, ինչու են ձեզ թիրախավորում շատ հաճախ, չէ՞ որ տեսնում են այս գործընթացը ի վերջո ի բարօրություն է Հայաստանի Հանրապետության, ի վերջո մեկը պետք է լինի, ով կանխի այս ամբողջ մղձավանջային իշխանությունը։ Դե չգիտեմ, մարդիկ կան, որոնք թիրախավորում են, մարդիկ կան, որոնք վիրավորում են, որոնք քննադատում են, կարող է նաև հայհոյում են, բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր աջակցում են, ովքեր օրհնում են, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում, ովքեր դրական լիցքեր են փոխանցում, այդ մարդիկ ավելի շատ են։ Լավ, ձեր հաջորդ հանդիպումն ու քայլն էլ կասեք։ Դե մենք շարունակում ենք մեր աշխատանքը պարլամենտում, ինչքան հնարավոր է, եւ հիմա սրտատրոպ սպասում ենք արդեն անվստահության այն գործընթացին, որը կնախաձեռնեն անդիմադիր խմբակցությունների падգամավորները։ Այդ դեպքում կարծում եմ արդեն մենք մտնելու ենք նոր, որակապես նոր փուլ եւ անդիմադության միասնական աջակցության պայմաններում արդեն խնդիր է լինելու աշխատել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում ընդգրկված են падգամավորների հետ, որոնք որ պետք է միանան այս նախաձեռնությանը։ Ու խնդիրը ոչ թե նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելն է, չգիտեմ, նրանց վրա ազդելն, այլ ճիշտ հակառակը։ Նրանք հիմա են գտնվում ապօրինի բռնաճնշումների մեջ, գործադիր իշխանությունն է վերահսկում այսօր պարլամենտը, երբ որ պետք է լիներ ճիշտ հակառակը։ Ու նրանց վրա ճնշումների պատճառները վախն է, կոմպրոմատներն են, չգիտեմ, նյութական շահադրթումն է եւ այլն, բայց падգամավորներին մենք պետք է բացատրենք, ինչքան էլ իրենք խուսափեն այդ հանդիպումներից, այդ հանդիպումները միևնույն է կայանալու է, եւ մենք պետք է բացատրենք, որ այն ինչ որ իրանք անում են, իրանք վտանգում են իրենց ճակատագիրը, որովհետեւ իրանք ստության հանցանք են գործում սահմանադրական կարգի տապալման, իշխանության զավթման, պաշտոնական պարտական կունենան։
Պարտավորություն, իրենք գիտեք, իրաց պետք չէ այդպես։ Քանի որ մենք տեսնում ենք ամեն դեպքում ճնշումները լինում են նույնիսկ ընդդիմադիր ուժերի, մեղադրանքների փոխադարձ։ Պրակտիկայում Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ են եղել դեպքեր, երբ որ падգամավորները իրենց խմբակցություններից դուրս են եկել, անցել են այլ դաշտ, հələ հիշեք եմ Հանրապետություն դաշինքա, չէ, Վազգեն Սարգսյանի 90 Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Այդ դաշինքից քանի падգամավորներ դուրս եկան, ստեղծվեց երկրապահ խումբը պարլամենտում, որը ամենամեծն էր, ոչ մի խմբակցություն այդքան падգամավոր չուներ, ինչքան երկրապահ падգամավորական խումբը, որը այդ պահին ձևավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանից ձևավորված նախընտրական դաշինքից падգամավորների դուրս գալուց հետո։ 20 թվականի պատերազմից հետո նույն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից քանի падգամավորներ դուրս եկան, հիմա նրանցից մեծ մասը Նիկոլ Փաշինյանի դեմ ակտիվ քաղաքական, հասարակական պայքարի է դուրս եկել։ Բոլորովին վերջերս, հենց այս նույն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլյանը որտեղից են դուրս եկել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ հիմա իրենք են սկսել առաջի անվստահության գործընթաց։ Նշանակում է, որ դա հնարավոր է, այսինքն դեպքերը շատ են եւ տրամաբանական են։ Հետևաբար նաեւ կլինեն նաև այլ падգամավորներ եւ մեզ որոշման կայացման համար ընդամենը անհրաժեշտ է 20 падգամավորի աջակցություն 69 հոգանոց խմբակցությունից, այսինքն 1/3-ն է մեզ ամենևին պարտադիր չի ընդհանրենք, որ Ալեն Սիմոնյանը կամ Վահագ Ալեքսանյանը, ասենք մեզ ավելի հայտնի, չէ, ԿՊ-ական падգամավորները լինեն այդ նախաձեռնության։ Մենք անընդհատ ԿՊ ասելով դրանց ենք հիշում։ Այդ խմբակցությունում падգամավորներ կան, որ ես իմ հասարակական ակտիվության պայմաններում նույնիսկ չեմ ճան, ասենք վերջին անգամ ինձ ընդունելության չի արժանացրել մի падգամավոր, որի անկեղծ ասած անունը հիմա նորից էլի մոռացել եմ, որովհետև ոչ մի ձևի ոչ խոսում են, ոչ իհայտ են գալի, ոչ գործունեությունը, բայց այդ մարդիկ падգամավորներ են, իրանք պատասխանատու են իրենց կայացրած որոշումների համար։ Այստեղից հետևություն չեք անում, որ իրենց ղեկավարի կատարողն են նրանք ընդամենը։ Դե հիմա եթե իրենց ղեկավարն էլ ապօրինություն անում եւ իրանք ներքաշված են ապօրինության մեջ, մենք որպես իրենց ընտրած քաղաքացիներ, իսկ յուրաքանչյուր պարտադիր չէ, որ մենք քվեարկած լինենք նրանց օգտին։ Մեր սահմանադրությամբ ամեն մի падգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին։ Որտեղ մենք բազմիցս տեսանք այդ SMS հաղորդագրությունների միջոցով ինչպես են ակտիվ թողնում, բայց դա ապօրինություն է։ Պաշտոնը։ Իսկ դա ապօրինություն է, դրա հետ մենք ընդվզելու են, բայց դա։ Հա, բայց օրինակ Հովիկ Աղազարյանը ընդվզեց։ Իսկ հաջող, իսկ հիմա այդ մի success story-ն, այդ մի հաջող պատմությունը կարա օգտակար լինի նաև մյուսների համար, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչի մասին որ դուք խոսում եք, դա փաստ է, բայց դա այն փաստը չի, որի հետ մենք հաշվի նստենք որպես օբյեկտիվ իրականություն եւ համակերպենք դրա հետ։ Դա փաստ է, որը վկայում է ապօրինության մասին, որովհետեւ մեր սահմանադրությունը չի նախատեսում, որ գործադիր իշխանության ղեկավարը պիտի պաշտոնից հեռացնի օրենսդիր իշխանության ներկայացուցիչին։ Մեր սահմանադրությամբ ճիշտ հակառակն է։ Օրենսդիր իշխանությունը պիտի վերահսկի գործադիր իշխանությանը եւ նրա վատ աշխատանքի դեպքում նախաձեռնի նրան անվստահություն հայտնելու, այսինքն Նարեկ Զեյնալյանը ոչ թե պետք է համաձայներ Նիկոլ Փաշինյանի WhatsApp-ի բովանդակության, որը Պարշի ինքնագրեր թե ընդհանրեն կինը, որովհետեւ իրաց մեջ զրույց չի եղել, ընդամենը ինքը հաղորդագրություն է ստացել։ Հիմա հաղորդագրություն հեռախոս տունը դրած է, կարող նաեւ արփին գրածելներ։ Հիմա եթե դա իրականություն է, մենք այդ իրականության հետ չպիտի հաշտվենք։ Մենք պիտի հետ գանք, ասենք մի րոպե, դու ինչի՞ ես քո մանդատից հրաժարվել վարչապետի պահանջով։ Ինչա թե դու քեզ հետո խոստացել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնը, որովհետև դու պետք է 5 միլիոն դրամ ամիս աշխատավարձ ստանաս։ Բայց դու չես հարցնում այդ 5 միլիոնը ում փողերն է ստանում, այդ ինչ առևտուր է կանում իրար մեջ, այդ ինչ բաժանումներ եք անում, այդ մեր հաշվին եք անում, հա, ոնց որ մեր հասարակության հարստությունն եք իրար մեջ բաշխում, մեր դեմ ապօրինություններ անելու, մեր զավակներին գերեզման ուղարկելու, մեր հայրենիքը թշնամուն հանձնելու, մեզ նյութապես վատ վիճակի մեջ դնելու, մեր պետությունը ստորացնելու, մեզ բոլորից նվաստացնելու համար, հայ դուք ինչ որ 200 հոգով իրար հետ համաձայնության եք եկել, մեր հասարակության ռեսուրսները իրար մեջ բաշխելու եւ մեր դեմ չարագործություններ իրականացնելու համար, մի րոպե մի ժամ է տևելու, որ հասարակությունը հավաքական ինքնագիտակցությամբ այս ամեն ինչին վերջ դնի։ Բարի, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ անպայման պիտի հաջողության մեկնարկը դրված է ու շարունակվի ու հաջողության հասնեք։ Ես ձեզ վստահեցնում եմ, մենք մինչև 2026 թիվը ունենալու ենք նոր վարչապետ։ Իշխող կուսակցության մեջ եւս կգտնվեն այն հայրենասերները, ովքեր իրենց խիղճը դեռ չեն կորցրել ու մտածում են հայրենիքի մասին։ Մենք կգտնենք նրանց։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։